Այս տարվա գարունը 12-րդ խոնավն էր սկսած 1935 թվականից։ Սովորականից ավելի ցուրտ ու տեղումն առատ եղանակային տեսանկյունից գարունն այս տարի բացառիկ էր, ասում են հիդրոօթերևութաբանները։ Գարնան բոլոր 3 ամիսներին միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 0.7 աստիճանով։ Տեղումները նորմայից բարձր են եղել հատկապես մարտին ու ապրիլին, ընդ որում մարտը եղել է ամենատեղումն առատը դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ 5 ամիս շարունակ հանրապետության տարածքում տեղումների քանակը եղել է նորմայից ավել։ Առանձին ամիսներին, ինչպես արդեն նշվեց, հատկապես փետրվարին, մարտին, մենք ունեցել ենք հատվածներ, հատկապես Արագածի հարավային լանջերին, երբ տեղումների քանակը եռակի եւ քառակի անգամ եղել է նորմայից բարձր։ Առատ տեղումներով պայմանավորված ռեկորդային բարձրության ձյան շերտ է եղել մարտի 28-ին Արագածի վրա։ Այս պահին էլ, չնայած ամառվա հունիս ամիսն է, բարձր լեռնային գոտիներում ձյունն ամբողջությամբ դեռ չի հալվել։ Տեղ-տեղ մինչև 6 մետր բարձրությամբ համատարած ձնածածկույթ կա, իսկ բարձր լեռնային լճերը դեռ սառույցով են պատված։ Մեր ակնալիճը Գեղամալեռների վրա, Քարելիճը Արագածի վրա, երբ որ սառույցից ազատում են սովորաբար մայիսի 20-ի դրությամբ, ներկա պահին եւ Քարելիճը եւ ակնալիճը գրեթե մեծ մասամբ դեռ սառցապատ են։ Գարնանային առատ վարարումների շնորհիվ հանրապետության 5 խոշոր ջրամբարները գրեթե 100%-ով լցվել են նախորդ տարվա համեմատ ունենալով 192 միլիոն խորանարդ մետրով ավելի ջուր։ Այս ջրառատությունն իր դրական ազդեցությունն է թողել նաև Սևանա լճի վրա։ Տարվա սկզբից Արփասև ընդունելով լիճ է տեղափոխվել շուրջ 127 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչի արդյունքում Սևանի մակարդակը տարեսկզբի համեմատ բարձրացել է 51 սանտիմետրով, գրանցելով վերջին 10 տարիների ամենաբարձր ցուցանիշը։ Բացի այդ, 2002 թվականից ի վեր առաջին անգամ է, որ հունիսի վերջի դրությամբ լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել։ Ընդհանուր առմամբ այս տարին Սևանի համար բավական ջրառատ է եղել, հատկապես հունիս ամիսը։ Հունիսի 1-ից հունիսի 24 ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սանտիմետրով, ընդ որում նման չափի բարձրացում վերջին անգամ դիտվել էր ավելի քան 3 տասնամյակ առաջ 1993 թվականին։ Ինչ վերաբերում է առաջիկա օրերի եղանակին, ապա Սևծովյան ցիկլոնը հունիսի 24-ին ու 28-ին կլինի ամենաակտիվ փուլում, օդի ջերմաստիճանը նվազեցնելով 4-ից 5 աստիճանով, ինչի հետևանքով անգամ ամենատաք գոտիներում չի գրանցվի 30 աստիճանից բարձր տաքություն։ Հունիսի 25-ին ու 26-ին ցիկլոնը կազդի միայն հյուսիսային ու արևելյան շրջանների վրա, իսկ արդեն ամսվա վերջին կսկսի թուլանալ։ 28-ից 30 ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում մի փոքր մոտ 2-ից 4 աստիճանով օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Գալիք հուլիս ամիսը նույնպես տեղումն առատ է լինելու, իսկ օդի ջերմաստիճանը կպահպանվի կլիմայական նորմայի սահմաններում։ Լեռներում կլինի 24-ից 28, նախալեռներում 30-ից 32, իսկ հովտային գոտիներում 32-ից 35 աստիճան տաքություն։ Չեն բացառվում առանձին օրեր, հատկապես ամսվա 3-րդ տասնօրյակում, երբ ընդամենը 1-2 օր Արարատյան դաշտում, Երևանում ու Սյունիքի հովտային գոտում ջերմաստիճանը տատանվի 38-ից 40 աստիճանի սահմաններում։ Ունենալու ենք ոչ շատ շոգ եւ բավարար տեղումներով հունիս։ Հունիսը մինչդեռ առանձնացավ վտանգավոր անակնկալներով, ամսվա կեսին տեղացած խոշոր կարկուտը մեծ վնասներ հասցրեց Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզերում։ Օդերևութաբանները նշում են, կարկուտը ինքնին մեր տարածքին բնորոշ է, սակայն միայն վերջին 5-6 տարիներին է, որ նման խոշոր տրամաչափի կարկտահարություն է լինում։ Փոխարենը մեր կլիմայական պայմանների համար նոր են պտտահողմերը, որոնք առավել հաճախակի են դարձել։ Շիրակում, Արագածոտնում ու Գեղարքունիքում արդեն արձանագրվել են միջին ուժգնության պտտահող, ինչը վկայում է ընդհանուր երկրագնդի մասշտաբով կլիմայական ցուցանիշների լուրջ խախտման մասին։